Օգոստոսի 17-ից 24-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5095 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 139 ավտոմեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ սթափ 182 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 141 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 38, չամրակապված վարելու 973, առանց մանկական նստատեղի քարսիթի 48, վարելու ընթացքում ծխելու 707, վարելի սեռախոսից օգտվելու 292, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 17 և 1567 այլ իրավախախտում, 24 մեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի, 87-ը տեխնիկական զննություն չանցած, 87-ը լուսարձակների անսարքությամբ, 36-ը թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 99 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 17657 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 227 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ սթափ 312 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 420 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 71, չամրակապված վարելու 4738, առանց մանկական նստատեղի քարսիթի 350, վարելու ընթացքում ծխելու 713, վարելի սեռախոսից օգտվելու 721, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 68, արագության գերազանցման 2973 և 5746 այլ իրավախախտում, 100 մեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի, 739-ը տեխնիկական զննություն չանցած, 528-ը լուսարձակների անսարքությամբ, 124-ը թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 30 վարորդու գանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 58 անձ։